Գիտեք թե ինչու են մեր կյանքում այսքան շատ կռիվներ ու ներքին տագնապ, անհանգստություն։ Նույնիսկ երբ որ մեզ թվում է թե ամեն ինչ լավ է, բայց կա ներքին տագնապ ու մեկ-մեկ մենք չենք էլ հասկանում թե ինչ է կատարվում։ Որովհետև մենք փորձում ենք մեր կյանքի հրդեհները հանգցնել բենզինով, կարծելով թե դա ջուր է։ Մենք բենզին ենք լցնում մեր կյանքի հրդեհների վրա, մտածելով թե ջուր ենք լցնում եւ ուզում ենք այդպես հանգցնել մեր կյանքի հրդեհները։ Եվ այսօրվա աստվածաշնչյան ընթերցվածքները մեր եկեղեցում, որի մասին հեսա ես ձեր հետ կխոսեմ մի քիչ հետո ժողովուրդ ջան, մեզ հուշում են այդ մասին։ Մեզ ցույց են տալիս, որ մեր խնդիրը ոչ թե մարդիկ են, որով շրջապատված է մեր կյանքը, մենք միշտ դժգոհ ենք, չէ՞, ինչ որ մարդկանցից, որով շրջապատված է մեր կյանքը։ Այլ այսօրվա աստվածաշնչյան ընթերցվածքները մեզ ցույց են տալիս, որ մեր ներսի, սենց ասեմ էլի, նավիգատորը, որով մեզ ճանապարհը ցույց տալիս որոշում կայացնելու համար, մեր ներսի GPS-ը սխալ է կարգավորված։ Ու դա մեր առաջ մեծ հարց է դնում, թե որն է մեր ներսի իմաստությունը, ճշտի ու սխալի հասկացողությունը, որը որ խաղաղություն է բերում, թե որը որ միշտ պատերազմ է հրահրում մեր հոգիներում։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, այսօր Սուրբ Զատիկին, Սուրբ Հարությանը հաջորդող 9-րդ օրն է, որը որ երեկվա կանաչ կիրակին հաջորդող երկուշաբթին է, եւ մեր հայրաքելական եկեղեցու ընթերցումները, որով 6 ընթերցում ունենք մենք այսօր մեր եկեղեցում, մեզ հրավիրում են խորը մտածելու, խորը խորհրդածության։ Եվ այս բոլոր ընթերցումները, որոնց անունները ես հիմա ձեզ կասեմ, տեղերը կասեմ եւ կառաջարկեմ, որ դուք էլ կարդաք, մեզ այս հատվածները բոլորը միասին կազմում են մի հոյակապ պատկեր, որը ներկայացնում է Աստուծո լույսի եւ իշխանության մուտքը մարդկային խավարի մեջ։ Չէ՞ որ Տեր Հիսուսը հարություն արավ, չէ՞։ Եվ հետաքրքիր է, որ հարությունից հետո այն բոլոր ընթերցվածքները, որ մեր եկեղեցին ունի, մի տեսակ բոլորը մի ընդհանուր թեմա ունեն, մի ընդհանուր նյութ ունեն։ Աստվածային հարությալ Քրիստոսի, ոնց որ ասենց ասեմ, աստվածային լույսի եւ աստվածային իշխանության մուտքը մեր մարդկային խավար կյանքի մեջ։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, այսօր Սուրբ Հարությունից հետո 9-րդ օրը մեր եկեղեցում ընթերցվում է Ղուկասի ավետարանի 4-րդ գլխից մի հատված, Գործք առաքելոցի 6-րդ գլխից մի հատված, Հակոբոս առաքյալի 3-րդ գլխից եւ 4-րդ գլխից մի հատված, Հովհաննեսի ավետարանի 1-րդ գլխից մի հատված, Մատթեոսի ավետարանի 4-րդ գլխից մի հատված, Մարկոսի ավետարանի 1-րդ գլխից մի հատված։ Ես այս ամեն ինչը ձեզ չասեմ թվերով կոնկրետ, որպեսզի ձեր միտքը չծանրաբեռնեմ, բայց եթե դուք ունեք daily worship app-ը կամ կարողանում եք հետևել հայրաքելական եկեղեցու օրացույցին, խնդրում եմ կարդացեք այդ հատվածները։ Ես կփորձեմ կոմենտների մեջ էլ այդ հատվածները գրել։ Հիմա ինչն է ընդհանուր այս բոլոր հատվածներում, այ մեր եկեղեցու հայրերը ինչի են վերցրել 6 հատ ընթերցվածք Աստվածաշնչի տարբեր տեղերից ու դրել, որ մենք այսօր կարդանք, եկեղեցին ինչ է ուզում, որ մենք սովորենք։ Ու գիտեք սիրելի ժողովուրդ, չնայած այս բոլոր հատվածները տարբեր են, օրինակ եւ կան ընթերցվածքներ, ինչպես տեսակ, եւ ավետարաններից, եւ Գործք առաքելոցից, եւ առաքյալների նամակներից, ասենք Հակոբոս առաքյալի նամակը, դրանց միավորող ընդհանուր առանցքը, ինչպես ասեցի, աստվածային իմաստության եւ լույսի հայտնությունն է ու դրա հաղթանակը աշխարհիկ խավարի նկատմամբ։ Աշխարհիկ խավար շատ լայն իմաստություն ունի, բայց դա մենք կարող ենք հասկանանք, որ մեր սխալ որոշումները, երբ որ մենք աշխարհիկ մտածողության մեջ ենք, անաստված մտածողության մեջ մենք սխալ որոշումներ ենք կայացնում, որովհետև մենք խավարի մեջ ենք, մենք չենք իմանում մենք ուր ենք գնում։ Ու այսօրվա մեր ընթերցվածքները, եթե մենք ուշադիր կարդանք, մեզ ցույց են տալիս Աստուծո լույսի հայտնությունը եւ դրա հաղթանակը այս աշխարհիկ խավարի դեմ։ Այ օրինակ, եթե արդեն գիտեք թե ընթերցվածքները որոնք են, ու նայեք Մատթեոսի եւ Մարկոսի ավետարանի ընթերցվածքում ընդհանուր թեման Տեր Հիսուսը սկսում է իր քարոզչությունը ազդարարելով, որ խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ։
խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ, երբ որ դու լսում ես Աստուծո խոսքը, դու սկսում ես լուսավորվել, եթե չէ, դու լրիվ խավարի մեջ ես, հիշում եք այն օրը գրել է այդ մասին, Սուրբ Հարության տոնից 2 օր հետո Աստվածամոր ավետման տոնին մեր ժողովրդի մի մասը տենց էլ ասում է, հազարավոր մարդիկ լայք են տալիս, ասում են մի մայրը իմ Աստվածուհին է, մայրը մեր տան Աստվածուհին է, ու դա ասում են երեխեքի ձեռքով, եկեղեցու ֆոնի վրա, սա խավար է։ Մորը պետքա սիրել ու պատվել եւ այդ պատվիրանը ծնողին պատվիրանը գալիս է Աստծուց, բայց երբ որ դու Աստծո ստեղծածին ես ասում Աստված, դու նշանակում խավարի մեջ ես, դու չգիտես ինչ ես անում։ Հաջորդ ընթերցվածքը Ղուկասի ավետարանից մենք տեսնում ենք Քրիստոսի իշխանությունը դևերի վրա եւ հիվանդությունների վրա, իշխանություն, որը բխում է Քրիստոսի զորությունից, Քրիստոսի լույսից, ինչպես ասեցի այսօրվա ընթերցվածքների թեման, աստվածային իմաստության եւ լույսի հաղթանակն է աշխարհիկ խավարի դեմ։ Էս լավ հիշեք այս բան, ժողովուրդ ջան։ Մյուս ընթերցվածքը, որ Հովհաննեսի ավետարանից է, այնտեղ մենք որ կարդում ենք, տեսնում ենք Հովհաննես Մկրտչի վկայությունը Քրիստոսին, որպես միակ ճշմարիտ լույսի եւ Աստուծո որդի մասին, որտեղ որ Հովհաննես Մկրտիչը վկայում է Քրիստոսի որպես միակ ճշմարիտ լույս եւ որպես Աստուծո որդի, Քրիստոսի մասին խոսելով։ Գործ Կարաքելոցի ընթերցանության մեջ Ստեփանոս նախավկան, մենք կարդում ենք իր պատմությունը, Ստեփանոս նախավկան, որ լցված է շնորհով ու զորությամբ, մարմնավորում է այդ նույն լույսը, որն այժմ գործում է եկեղեցու միջոցով։ Իսկ Հակոբոս առաքյալի նամակի մեջ, որ նույնպես այսօր ընթերցվում է, այդ ընթերցվածքի հատվածը տալիս է բանալին, թե ինչպես տարբերել աստվածային իմաստությունը, աստվածային լույսը այս երկրի խավարից, որովհետև աստվածային լույսով լցված մարդիկ ուրիշ բառերով են խոսում, ուրիշ մտքեր են արտահայտում, ուրիշ հետաքրքրություններ ունեն, այս աշխարհի խավարից չի ոչ իրանց բառերը, ոչ իրանց վարքը, ոչ իրանց հագու կապը, ոչ էլ իրենց մտքերը։ Հիմա հետաքրքիր է մի բան, լավ ինչու են մեր եկեղեցու հայրերը հենց այս ընթերցվածքները ընտրել այսօրվա համար, հա, Սուրբ Հարությունից հետո այս օրերի համար, կոնկրետ այսօրվա համար, որովհետև Սուրբ Հարության շրջանին, այսինքն զատկական շրջանի այս օրերին, եկեղեցին, մենք ասում ենք զատկական շրջան, բայց իրականում սա Սուրբ Հարության հինած շրջանն է, Սուրբ Հարությունից հետո 50 օրերի մեջ են, կոչվում է հինունք, 50 օրեր։ Ուրեմն այս շրջանին, որտեղ եկեղեցին ցանկանում է մեզ ցույց տալ Քրիստոսի հարության գործնական ազդեցությունը, գործնական, իրական, ոնց է դա կյանք փոխում, ոնց դա փոխեց առաքյալների կյանքը, առաքյալները, որ սխալներ են թույլ տալիս, վախենում էին, կրթություն չունեին, գավառային մտածողություն ունեին, չէ, իրանք արդեն Հրեաստանը, Իսրայելը գավառ էր հռոմեական կայսրության համար, իսկ առաքյալները գավառից էին, Գալիլեայի կողմերից են, որ վաբշե Երուսաղեմից հեռու էր։ Ուրեմն այս գործնական ազդեցություն ունեցավ հարությունը իրանց վրա եւ մեր բոլորի վրա, որ հարությունը Քրիստոսի պարզապես պատմական փաստ չէ, այլ մի զորություն, որը փոխում է մեր ինքնությունը, ինչպես փոխեց աշակերտների ինքնությունը։ Ինքը պետքա փոխի քո, եթե դու ասում ես Քրիստոս հայրավի մեռելոց, այս հարությունը Քրիստոսի պետքա փոխի քո ինքնությունը, պետքա փոխի քո վարքը, պետքա փոխի քո լեզուն, պետքա փոխի քո հագու կապը։ Դու չես կարա կիսամերկ մարդկանց մեջ ու ասես ես քրիստոնյա եմ Քրիստոս հայրավի մեռելոց։ Պետքա փոխի քո մտածողությունը, դու չես կարա տարի մի անգամ ասես Քրիստոս հայրավի մեռելոց, տարի մի անգամ էլ ասես Քրիստոսը նավ եւ հայտնեցավ, դիժորնի sense մի հատ ձևական քրիստոնեություն ու ասես գնաս առաջ։ Չէ, եթե դու իսկապես հարությանը հավատում ես, նա պետքա լինի գործնական, փոխի քո կյանքի GPS-ը, փոխի քո կյանքի նավիգատորը։ Ուրեմն ինչպես ասացի ես, հարությունը պարզապես պատմական փաստ չի, ինքը փոխում է քո ինքնությունը, ինքը քանդում է չարի կապանքները, ինչպես դա տեսնում ենք Քրիստոսը ոնց անում դա Ղուկասի ավետարանում, եւ Քրիստոսի հարությունը պահանջում է վկայություն, ինչպես դա մենք տեսանք եւ Ստեփանոսի եւ Հովհաննես Մկրտչի դեպքերում։ Հիշում եք 2-3 օր առաջ, կարծեմ 3 չէ, 2 օր առաջ է երկու բանը Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունն էր մեր եկեղեցում։ Եվ ինչու էր մեր եկեղեցին ընտրել էլի Հակոբոս առաքյալի հատվածից մի հատված, ընթերցված նամակից մի հատված, որտեղ գրված էր որ գործը հավատը առանց գործերի մեռած է, որովհետև Քրիստոսի հարությունը պահանջում է վկայություն, պահանջում է գործ,
փոխող ինքնության փոփոխում։ Ստեփանոսը իր կյանքը դրեց, Սուրբ Ստեփանոսը նախավկան իր կյանքը դրեց Քրիստոսի համար, քարկոծվելով մահացավ։ Հովհաննես Մկրտիչը իր կյանքը դրեց մինչև այդ աստիճան։ Մեզանից այսօր հələ որ տես բաներ չի պահանջվում, բայց գոնե մենք պետքա վկայենք չէ մեր հավատքի համար, մեր հագ ու կապով, մեր լեզվով, մեր խոսքով։ Քրիստոնյան չի կարա բամբասի, քրիստոնյան չի կարա նենգություն անի, քրիստոնյան չի կարա հայոյանքով խոսի։ Մկրտված քրիստոնյա մարդը ու կինը չի կարա հայոյանքով խոսի, նույն աղբյուրը քաղցր ու դառը ջուր չի տա, ժողովուրդ ջան։ Հավատքը պահանջում է հարության, հավատքը պահանջում է որ դու վկայես այդ հավատքի մասին։ Եվ հիշում եք Տեր Հիսուսն ասեց. ով որ ինձ ամաչի մարդկանց համար, ես էլ իրենց չեմ խոստովանի, կամաչեմ խոստովանել Աստուծո հոր եւ Հայր Աստծո եւ հրեշտակների առաջ։ Իսկ ով որ ինձ վկայի մարդկանց համար, չամաչի ասել, որ ես քրիստոնյա եմ, նույնիսկ եթե պետք է ինքը իր կյանքը տա դրա համար, նույնիսկ եթե ինքը պետք է ինչ-որ բաներ կորցնի իր կյանքում, որտեղ մենք պետք է ուրանանք, եթե դու ուզում ես քրիստոնյա ապրել, դու պետք է սովորես ուրանալ քո անձը, ուրիշ ճանապարհ չկա, դու չես կարող երկու տիրոջ ծառայել։ Ուրեմն հարուցյալ հավատքը պահանջում է վկայություն։ Այդ դրա համար այս 3 պատճառները, որ նշեցի, այս պատճառներով է, որ եկեղեցու հայրերը այս ընթերցվածքները դրել են այսօր, որ մենք կարդանք, սովորենք ու մեր կյանքում մի բան փոխենք, որովհետև հարությունը պետք է մեր կյանքում ունենա գործնական ազդեցություն, ինքը պետք է փոխի մեր ինքնությունը, ինչպես փոխեց աշակերտներինը, ինքը պետք է կապի, քանդի չարի կապանքները, ինչպես դա մենք տեսանք Ղուկասի ավետարանում, եւ ինքը պահանջում է վկայություն։ Լավ, բա մենք հիմա ինչ պետք է սովորենք եւ ինչը պետք է փոխենք մեր կյանքում։ Ուրեմն տեսեք, ըստ ընդհանրապես որ կարդում ենք այս բաների մասին, ըստ մեր եկեղեցու հայրերի, այս ամեն ինչը մեզ պետք է տանի ապաշխարության։ Դա ներքին գործ է, սենց էլ ասեմ, էլի, ներքին ապաշխարության։ Քո ներսը, քո մտածողությունը պետք է փոխվի։ Դու ինչին ես հավանում քո սրտի ներսում, պետք է փոխվի։ Այն բաները, որոնց դու հավանում էիր, դու չես կարող դրանց էլ հավանես, որովհետև մեղքի մի տեսակ կա, որ կոչվում է, ասենք, չարահավանություն։ Դա այս ամեն ինչը մեզ պետք է տանի ներքին ապաշխարության, խոնարհությունը պետք է հաղթի հպարտությանը։ Մեր ներսում այդ ապաշխարությունը ինքը պետք է գործնական լույս լինի, ինքը պետք է խոնարհությունը մեր ներսում, սրտի խոնարհությունը պետք է հաղթի հպարտությունը, որովհետև օրինակ Հակոբոս առաքյալի նամակում թղթում հստակ ասվում է, որ Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Աստված հակառակ է հպարտներին եւ խոնարհներին շնորհ է տալիս։ Մենք պետք է փոխենք մեր եսակենտրոն իմաստությունը, տես ճակերտավոր ասեմ, էլի, այն գիտությունը, ճակերտավոր իմաստությունը, որ մենք անում ենք, շատ եսակենտրոնա, ամեն ինչ որ մեզ լավ լինի, մեր համար հարմար լինի, մեր կոմֆորտին գա, խի նեղվենք, երեխեքը չնեղվեն, բան եւ այլն։ Այս ամեն ինչը պետքա փոխվի աստվածակենտրոն խոնարհությամբ։ Այդ պատկերացրեք նժարի երկու կողմերը։ Մի կողմի անունը դնենք եսակենտրոն գիտություն կամ եսակենտրոն ճակերտավոր իմաստություն, իսկ մյուս կողմի անունը դնենք աստվածակենտրոն խոնարհություն։ Այս բաները, որ մենք ընթերցում ենք, կարդում ենք, մեզ պետք է տանի խոնարհության, աստվածակենտրոն խոնարհության, սրտի խոնարհության, ընդդեմ եսակենտրոն հպարտության։ Եվ այս ամեն ինչը գործնական լույս է։ Այսինքն եկեղեցու հայրերը sense բաների մասին սովորեցնում են, որ այս հավատքը, որ մենք ունենք, ինքը պարզապես գիտելիք չի, հա, իմացանք ով ուր գնաց, Քրիստոսը երբ խաչվեց, երբ հարություն արավ, հետո քո կյանքը ոնց է փոխվելու, ոնց է քո առջև բացվելու երկնքի արքայության դռները։ Ուրեմն մեր քրիստոնեական հավատքը, սիրելի ժողովուրդ, պարզապես գիտելիք չի, այլ ինքը ապրելու ձև է։ Երբ որ դու իսկապես հանդիպեցիր Քրիստոսին, քո ապրելու ձևը պետքա փոխվի, դու չես կարող նույն ձևով ապրես։ Եթե դու նույն ձևով ես շարունակում ապրել, ուրեմն դու չես հանդիպել Քրիստոսին։ Եթե դու գնում ես էլի հայոյանք ես անում, բամբասում ես, նենգություն ես անում, խաբում ես, գցում ես, կաշառք ես վերցնում, չգիտեմ, ուրեմն դու չես հանդիպել Քրիստոսին, ուզում եմ միլիոն անգամ ասա Քրիստոս հայրավի մեռելոց։ Որովհետև եթե Քրիստոսը հաղթել է մահին, մենք էլ չենք կարող ապրել նույն ձևով այդ խավարի մեջ։
Ուրեմն սիրելի ժողովուրդ, գիտեք, այս ընթերցվածները հասցեագրված են մեր կյանքի ամենամեծ հիվանդությանը, հոգևոր կուրությանը եւ մեր ներսի երկպառակությանը, տենց կռիվին իրար մեջ։ Հակոբոս Արաքյալը օրինակ ասում է, որտեղից են, հարցնում է, չէ, իր նամակի այդ հատվածում, որտեղից են ձեր մեջ կռիվները, որտեղից են ձեր մեջ պատերազմները։ Ու ինքը պատասխանում ասում է, մեր ներքին ցանկություններից։ Հիշում եք, որ սկզբից ասացի, մեր ներսի GPS-ը ճիշտ չի աշխատում։ Մեր ներսի նավիգատորը, որ իբր թե մեզ պետք է ուղղություն ցույց տա, ճիշտ չի աշխատում։ Մեր ներսում կան ցանկություններ, որտեղից էլ գալիս են կռիվներ ու պատերազմներ։ Մենք հաճախ ուզում ենք լինել քրիստոնյա, բայց միաժամանակ սենց բռնված ենք, կառչած ենք այս աշխարհի մտածողությունից, այս աշխարհի նախանձից, այս աշխարհում տիրող մրցակցություններից, որ իրար ցույց տանք, մեկս մեկից առաջացնենք, փոխանակ կյանք ապրենք Քրիստոսով։ Մենք ընկած ենք նախանձի, նենգության, մրցակցության վազքի մեջ։ Դա է հենց այդ խավարը, որի մեջ նստած ենք։ Նույնիսկ եթե դու եկեղեցի ես գնում, նույնիսկ եթե դու պատարագի ես գնում, եթե դու այս ամեն ինչի մեջ ես, ուրեմն դու նստած ես այդ խավարի մեջ։ Լիքը բան կա սովորելու, սիրելի ժողովուրդ, եւ պատգամը, որ մենք սովորում ենք մեր եկեղեցու այսօրվա այդ 6 ընթերցվածներից, նայա որ Քրիստոսի հարությունը լույս է։ Գիտեք, որ գնում եք Երուսաղեմ, Քրիստոսի գերեզմանին, դատարկ գերեզմանին, որտեղից որ մեր Տերը հարություն է արել, կոչվում է լույս գերեզման։ Քրիստոսի հարությունը լույս է, որը պետքա ցրի մեր ներսի խավարը, որը պետքա ցրի մեր ներքին կռիվները եւ մեզ դարձնի Քրիստոսի այդ լուսավոր հարության, այդ իշխանության կրողը մեր առօրյա կյանքում։ Այսպես բաներ պետքա ամեն մի ընթերցվածք փոխի մեր կյանքը, փառք Քրիստոսի հարությանը։ Ժողովուրդ ջան, եթե այս բաները դες լիքը մտածելու տեղ տվեցին, կիսեք ձեր էջերին, թող մարդիկ լսեն, իրենք էլ մտածեն, միգուցե իրենք էլ իրենց կյանքը գործնական փոխեն։ Ու դուք էլ, եթե ուզում եք այս բաների մասին ավելին իմանաք, եթե Telegram ունեք, փնտրեք Telegram-ում մեր ալիքը, որ կոչվում է Աստվածաշունչն ամեն օր, եւ այնտեղ միացեք տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ միասին ամեն օր գոնե մի գլուխ Աստվածաշունչ կարդալու ու սենց սովորելու Աստծո խոսքը, որպեսզի մեր Տիրոջը ճանաչենք եւ իմանանք, թե այդ խոսքը, որ ճանաչում ենք, ոնց պիտի փոխի մեր կյանքը, որ Աստծուն հաճելի կյանք ապրենք։ Դե լավ եղեք ձերի ժողովուրդ։ Եթե այս բաները չանենք, մեր ներսի այդ կռիվները հակը մնա, մեր ներսի այդ անհանգստությունը հակը մնա, մեր ներսի տագնապները բոլորը կմնան ու մենք կշարունակենք մեր կյանքի հրդեհները հանգցնել բենզինով, մտածելով, թե դա ջուր է։ Փառք Քրիստոսի հարությանը, փառք Հոր եւ Որդվո եւ Հոգվուն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։